Բարի գալուս Միքայելյան համալսարանական հիվանդանոց։ Հարգելի ապագա բժիշկներ, ողջունում ենք ձեզ եւ այսօր մեր այցը, ձեր այցը միասին ես էլ ձեզ հետ եւ ավագ քույրերը բավականին հագեցած արվի։ Դուք ծանոթանալու եք բաժանմունքի կառուցվածքի հետ, բաժանմունքում աշխատող միջին եւ կրսեր բուժ աշխատողների աշխատանքի հետ, միաժամանակ դուք տեղում չափելու եք զակերակային ճնշումը, սատուրացիան արյան մեջ թթվածնի հագեցվածությունը, սատուրացիա դա է արյան մեջ թթվածնի հագեցվածությունը։ Սրտաբանության ճյուղերից մեկն է մեր ինտերվենցիոն սրտաբանությունը, վիրահատական ճյուղերից մեկն է։ Մենք սրտի սնուցող անոթներն ենք հետազոտում, հենց գաղափարը դա է ինտերվենցիոն սրտաբանության, հատուկ կաթետրների օգնությամբ ձեռքից կամ ոտքից մեզ հասանելի զարկերակրի ֆունկցիա են տանում ու կաթետրները հասցնում ենք դեպի սիրտ, այնտեղ կոնտրաստների միջոցով, որը հիմա ցույց էլ կտամ ոնց են տանում, հետազոտում ենք անոթները։ Դուք հիմա ներկա եք գտնվում ռադիոլոգիայի բաժանմունքում, ռադիոլոգիան բժշկության մեջ երկու հիմնական մեծ խմբերի է պատկանում՝ ճառագայթային թերապիայի եւ ռադիոլոգիա, որը օգտագործում է կամ մասնակցում է դիագնոստիկային։ Ասեմ, որ բժշկի մասնագիտությունը շատ կարևոր մասնագիտություն է եւ բոլոր ժամանակներում է եղել կարևոր, որովհետեւ ինչքան կա մարդկությունը, ինչքան լինի, այնքան կլինեն հիվանդություններ, նույնը եւ ինֆեկցիոն հիվանդությունները։ Մի որոշ հիվանդություններ ոնց որ թե վերանում են, այսինքն հիվանդացությունն է վերանում, հիվանդությունը վերանալ չի կարող, քանի որ կա հիվանդության հարուցիչը։ Բայց դրա տեղը ոնց որ ոչ մի տեղ ազատ չի մնում, դրա տեղը առաջանում են նոր հիվանդություններ, գիտությունը զարգանում է, տեխնոլոգիաները զարգանում են եւ մենք հնարավորություն ենք ունենում ախտորոշել այնպիսի հիվանդություններ, որոնց մասին առաջ, ասենք, տեղեկություն չունեին կամ հիվանդները կային, բայց մենք չէինք կարողանում ժամանակին եւ ճիշտ ախտորոշել։